2025-ի փոխարեն 2050 թվականին ըստ կանխատեսման ինչ պետք է լինի այս երկու ամենախոշորագույն շուկաների հետ։ Ըստ ոչ թե բոլոր կանխատեսում, այլ զրոյական արտանետումների արագ անցման սցենարի դեպքում, այսինքն բոլորը գիտենք, որ հիմա անցնում ենք դեպի արտանետումների զրոյացման համաշխարհային բոլոր խոշորագույն տնտեսությունների համար դա հիմնարար խնդիր է, որ արտանետումները նվազեցնեն, այդ արտանետումների նվազեցման ճանապարհին շատ մեծ փոփոխություն է լինելու։ Նավթի դերը փոքրանալու է, իսկ մետաղների դերը, այդ թվում պղնձի ամենակարևոր մետաղի դերը մեծանալու է։ Եվ 2050 թվականին ըստ այդ արագ զրոյական արտանետումների արագ անցման սցենարի պղինձը ավելի մեծ դեր է ունենալու համաշխարհային շուկաներում, քան նավթը։ Այսինքն ամենակարևորագույն շուկան այդ դառնալու է ոչ թե նավթային շուկան, այլ պղնձի շուկան։ Եվ ըստ այդ կանխատեսման պղնձի շուկան մոտենալու է 1.1 տրիլիոն դոլար, իսկ նավթինը 1 տրիլիոնից արդեն պակաս։ Իսկ այդտեղ Հայաստանի եւ մեր հարևան այդ երկրի չափսը ինչքան կլինի, իհարկե դժվար է ասել։ Ադրբեջանի մասով համարյա թե զրոյական կլինի 2050 թվականի նավթը, որովհետև իրանց նավթի պաշարները սպառվում են եւ հաշվի առնելով գնի անկումը եւ ընդհանուր համաշխարհային շուկայի ծավալի անկումը հնարավոր է զրոյական լինի Ադրբեջանի նավթի քանակը միջազգային շուկայում, իսկ ինչքան կլինի մեր պղնձի քանակը միջազգային շուկաներում շատ դժվար է կանխատեսել։ Ներուժը շատ մեծ է, բայց պետք է եւ պետությունը եւ մենք հասարակությունը հասկանանք, պետք է արդյոք այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր անենք, որ այս հնարավորությունները, որ ընձեռվելու են Հայաստանի տնտեսությանը պղնձի ձևով, դա օգտագործենք։ Եվ բացի պղնձից Հայաստանը նաեւ ունի շատ կարեւոր եւ հետաքրքիր մի ուրիշ մետաղ, դա մոլիբդենն է, եւ մոլիբդենն էլ այս էներգետիկ անցման նոր տեխնոլոգիաների մեջ, համարյա բոլոր տեխնոլոգիաների մեջ օգտագործում է մոլիբդենը։ Եվ մոլիբդենի ըստ կանխատեսումների մոլիբդենի պահանջարկի աճը առավել է լինելու, նույնիսկ պղնձից առավել է լինելու։ Եվ օրինակ մի կանխատեսում կա միջազգային էներգետիկ գործակալության, որ մոտ 3 անգամ ավելանալու է մոլիբդենի պահանջարկը։ Դա էլ բնականաբար մեծ ներուժ է մեր համար, որ նաև մոլիբդենի ուղղությամբ զարգացնենք հանքարդյունաբերությունը։ Հիմա անցնենք մեր Հայաստանում հիմա ինչ դեր եւ պատմականորեն ինչ դեր է ունեցել հանքարդյունաբերությունը։ Այստեղ երևում է մեր ՀՆԱ-ն 2000 թվականից մինչև 2023 թվականը Հայաստանի ՀՆԱ-ն դա մուգ նարնջագույնն է, իսկ տենց դեղինը դա ՀՆԱ-ում հանքարդյունաբերության մասնաբաժինն է։ Տեսնում եք բնականաբար մեր ՀՆԱ-ն տարիներ շարունակ աճում է, իսկ հանքարդյունաբերության մասնաբաժինը մոտավորապես միշտ եղել է 2-ից 5%, որոշ դեպքերում տենց աճել է, որոշ դեպքերում նվազել է կապված ծավալից եւ մետաղների գներից։ Եվ մի հատ ուրիշ հետաքրքիր դերի մասին խոսանք, դա հարկերի մեջ դերն է, եթե ՀՆԱ-ի մեջ տեսանք 2-ից 5% է մեր ոլորտի դերը, ապա հարկային բեռը շատ ավելի մեծ է։ Խոշոր մի հատ հանքավայր կա Հայաստանում, դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, մնացածը անհամեմատելի փոքր է եւ միջազգային մակարդակով երբ որ համեմատում ենք, միայն Զանգեզուրի հանքավայրն է զգալի միջազգային մակարդակով։ Մնացած բոլորը շատ փոքր են կամ աննկատ են միջազգային բոլոր չափանիշներով։ Իսկ մեր եթե հանրությունը եւ ընդհանրապես կառավարությունը, պետությունը որոշում է, որ պետք է իրան հանքարդյունաբերությունը զարգացնել, տեսնելով այդ ներուժը եւ նշանակությունը, մի քանի տարբերակ կա, էլի տենց պարզեցված ձևով եմ այստեղ ներկայացնում, մի քանի տարբերակ կա հանքարդյունաբերություն տենց զարգացնելու, դա տենց 3 ուղղություն եմ տենց ներկայացնում այստեղ, առաջինը դա հանքավայրերի վերաշահագործումն է, օրինակ Ամուլսարը, երևի բոլորը Ամուլսարի մասին բոլորը գիտեն, նույնիսկ այն մարդիկ, որ հանքարդյունաբերությունից ընդհանրապես տեղյակ չեն, Ամուլսարից տեղյակ են,
օրինակ Ամուրսարի պես հանքավայրերի շահագործում են, որոնք լրիվ պատրաստ են շահագործման, բայց ինչ որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն շահագործում այսօրվա դրությամբ։ Երկրորդ տարբերակը դա արտադրության ծավալների ավելացումն է, այսինքն 4-5 հանքավայրը, որ կան մետաղական իրանց ծավալների ավելացումն է, եւ երրորդ ամենաերկար տարբերակը դա նոր հանքավայրերի շահագործումն է, ընդհանրապես հանքարդյունաբերությունը երկարատև ժամանակային հորիզոն ունեցող ոլորտներից է, համեմատելի ոլորտ շատ քիչ կա կամ չկա ընդհանրապես, որ ներդրում անելուց հետո առաջին տարվա ներդրումից հետո 10-ից ավելի տարի է պետք, որ այդ ներդրումը արդեն այդ բիզնեսը սկսի հասույթ բերել, դա շատ տենց հազվագյուտ, երևի տենց համեմատելի ոլորտ, երևի ատոմային մենակ էներգետիկան է, որ տենց երկարաժամկետ հորիզոն ունի։ Այսինքն այս երրորդ տարբերակը մենք արդեն հետ ենք, այսինքն եթե նոր հանքավայր ենք ուզում շահագործենք, եթե նույնիսկ հիմա սկսենք, դա իր հասույթը եւ հարկային ձևերով պետական բյուջեի մուտքերը կապահովի 10-ից 20 տարի հետո։ Այսքան է ուզում ներկայացնել, ընդհանուր միտքը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում մեր ոլորտը այն հազվագյուտ ոլորտներից է, որ ունի ներուժ, հազվագյուտ ոլորտներից է, որտեղ մենք կարող ենք միջազգային մակարդակով ինչ-որ բան առաջարկենք, որ բոլորին հետաքրքիր կլինի, եւ այն ոլորտներից է, որը նաեւ իրականում շատ տենց խոսալու բան կա մեր ոլորտի մասին, բայց համեմատություն օրինակ երբ որ անում ենք ուրիշ ոլորտներից, մի հատ կարևոր բան եմ ուզում ասեմ, որ մեր ոլորտը նաեւ բացի այդ տնտեսական ներուժից, նաեւ կարևորագույն ունի անվտանգային ներուժ, որովհետեւ մեր ոլորտը կապում է հային ժողովրդին հենց այդ տեղանքի հետ, որտեղ ապրում է։ Եթե օրինակ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կամ շատ ուրիշ ոլորտներ այդ մարդը, որ աշխատում է այդ ոլորտում, կապ չունի, ինքը Երևանում աշխատում, Գյումրիում, թե Սինգապուրում, այսինքն ընդհանրապես կապ չկա հայրենիքի հետ, ոլորտի աշխատակիցները պետք է տեղում լինեն, այսինքն եթե ինքը աշխատում է մեր ոլորտում, ինքը չի կարա տեղափոխվի եւ Աբու Դաբիից աշխատի, ինքը պետք է աշխատի մեր ոլորտում եւ բոլոր հանքավայրերը սահմանային են, այսինքն այդ քաղաքներում, որտեղ օրինակ Քաջարան քաղաքը, օրինակ Ագարակ քաղաքը, Մեղրի համայնքի Ագարակ քաղաքը, բացի հանքարդյունաբերությունից ուրիշ հնարավորություն չկա տեղացին, որ աշխատի, արարի, արժանապատիվ աշխատավարձ ստանա եւ ապրի իր հողի վրա։ Այդ առումով մեր ոլորտն էլ տենց սպეციფիկա ունի, որը միայն երևի համեմատելի է գյուղատնտեսության հետ Հայաստանում, բայց գյուղատնտեսությունն էլ ի տարբերություն մեր ոլորտի չունի այդ ներուժը զարգացման եւ այդ հնարավորությունները միջազգային շուկաներում, ինչ ունի մեր ոլորտը։